Եվս մեկ բան, ինչ է ասել, որ Արցախը Հայաստանի բեռ էր Հայաստանի համար եւ Արցախը հանձնելով մենք ձեռք ենք բերել մեր անկախությունը։ Ոչ թե կորցրել ենք Արցախը, այլ ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա եթե փորձեմ ես սա թարգմանել նորմալ տրամաբանության մեջ, ինչ է ասա։ Ուրեմն եթե մենք շարունակեինք հիմա ունենալ Արցախ, եթե մենք չտայինք 5000 զոհ, 11000-ից ավել վիրավորներ, մենք կլինեինք խեղճ ու կրակ, սուվերենությունը կորցրած, դժբախտ եւ դժգույն մեր պատմության հետ հաշտության մեջ ասած հիմարացած վիճակում մի ժողովուրդ։ Սա է ուզում ասել։ Ինչպես եւ էինք ըստ իրեն։ Նա ձեզ եւ ընդհանրապես նախկին բոլոր իշխանություններին մեղադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ձեռք-ձեռքի տված բանակցային մի այնպիսի հավերժական գործընթաց սկսելու համար, որը ի վերջո պետք է պայթեր մեծ պատերազմով։ Հիմա ասում ինչ վատ բան եմ արել։ Այդ պատերազմը եղել է, պարտվել ենք, եկեք առաջ գնանք։ Պատերազմը չէր լինի, եթե չարվեին այն սխալներ, որոնց մասին ես հիմա խոսացի։ Միանշանակ։ Ինչով կավարտվեր բանակցային գործընթացը։ Բանակցային գործընթացը կավարտվեր այդ մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունման տարբերակով։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 19 թվականին, առաջարկը լավն էր, ապա շատ մեծ հավանականությամբ ամեն ինչ կավարտվեր նման կարգի փաստաթուղթ ստորագրելու տարբերակով։ Սա կլներ ավարտը։